Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը և Փեսան Ջարեդ Քուշները Մոսկվայում են։ Բարձրաստիճան բանակցությունների օրակարգում են ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի այն դրույթները, որոնց շուրջ համաձայնության են հասել Վաշինգտոնն ու Կիևը։ Հանդիպմանն ընդառաջ Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ Եվրոպան անընդունելի առաջարկներ է ներկայացնում Ուկրաինայում խաղաղության ծրագրի հետ կապված և խաթարում Վաշինգտոնի ջանքերը։ Նրա խոսքով, եթե տարածքային իրողությունները հաշվի առնվեն, Մոսկվան դեմ չի լինի բանակցային գործընթացում կրկին տեսնել եվրոպացիներին։ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Եվրոպայի դեմ, բայց եթե նրանք սկսեն, մենք հենց հիմա էլ պատրաստ ենք, հավելել է Պուտինը։ Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակն էլ նշել էր, որ ամերիկյան կողմը լավատեսորեն է տրամադրված և լուրջ ջանքեր է գործադրում խաղաղության ուղղությամբ։ Քերոլայն Լևիթի խոսքով Վաշինգտոնի և Կիևի թիմերը կառուցողական բանակցություններ են վարել Ֆլորիդայում։ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է խաղաղության ամերիկյան ծրագիրը, նշել, որ 28 կետից մնացել է 20-ը, դրանք մշակվել են Ժնևում և վերջնականապես հաստատվել Ֆլորիդայում։ Բայց դեռ քննարկելու հարցեր կան, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով, եթե Մոսկվա-Վաշինգտոն բանակցությունները հաջող անցնեն, ապա ինքը շուտով կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։ Հեշտ լուծումներ չեն լինի, բայց կարևոր է, որ դրանք արդար լինեն, ընդգծել է նախագահը։ Նա նաև հայտարարել է, որ ամենաբարդը տարածքների հարցն է, Կիևի համար առաջնահերթություն են անվտանգության երաշխիքներն ու ինքնիշխանության պահպանումը։ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել մարտի դաշտում, սակայն դրանք կանխվել են։ Մոսկվան հայտարարում է, որ ռուսական ուժերը ներխուժել են մեր քաղաքներ, սակայն այդ տարածքները, այդ թվում Կուպյանսկը, մեր վերահսկողության տակ են, հավելել է նախագահը։ Նրա խոսքով Պոկրովսկում թեժ մարտեր են։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահն այցելել էր Միացյալ ուժերի խմբի հրամանատարական կետերից մեկը։ Վլադիմիր Պուտինին զեկուցվել էր Դոնեցկի, Զապորոժիեի ուղղություններում ռուսական ուժերի առաջխաղացման և Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքը, նաև Պոկրովսկը գրավելու մասին։ Հատկանշական է, որ Վլադիմիր Պուտինը հրահանգել է անհրաժեշտ ամեն ինչով ապահովել Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը ձմռան համար։ Թուրքիայի նախագահը մտահոգություն է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմը հասել է մի կետի, երբ սպառնում է Սև ծովում անվտանգությանը։ Մեր տնտեսական գոտում կոմերցիոն նավերի խոցումը վկայում է էսկալացիայի մասին, նշել է Ռեջեփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ուկրաինան Թուրքիայի ափերի մոտ թիրախավորել է Ռուսաստանի ստվերային նավատորմի 2 լցանավ, որոնք ռուսական նավթ տեղափոխելու համար ներառված են եղել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակներում։ Վլադիմիր Պուտինը խոստացել է պատասխան հարվածներ հասցնել ուկրաինական նավահանգիստներին և նավերին, ինչպես նաև սահմանափակել ծովին Ուկրաինայի հասանելիությունը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Կիևին ուղղված մեղադրանքները, նշելով, որ նման լուրերը տարածում է ռուսական քարոզչամեքենան։ Իսրայելն ակնկալում է, որ Սիրիան ապառազմականացված բուֆերային գոտի կստեղծի մինչև Դամասկոս, հայտարարել է Բենյամին Նեթանյահուն։ Հրեական պետության վարչապետի խոսքով դա անհրաժեշտ է Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու համար։ Հոկտեմբերի 7-ից հետո վճռական ենք պաշտպանելու մեր սահմանային համայնքները, այդ թվում հյուսիսային սահմանը, և կանխել ահաբեկչական բազաների ստեղծումը։ Կպաշտպանենք նաև մեր դրուզ դաշնակիցներին, շեշտել է Նեթանյահուն։ Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հասնել սիրիացիների հետ համաձայնության։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ իսրայելական տանկերը մուտք են գործել Սիրիայի տարածք։ Արաբական զլմների տվյալով իսրայելցի զինվորականները անցակետ են տեղադրել Քունեյտրա հարավային նահանգում և խուզարկել տեղացիներին։ Նշվում է, որ սա նման առաջին դեպքը չէ։ Եվրամիությունը մտադիր է ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալի Քերիմլիի ձերբակալության հարցով կապ հաստատել Բաքվի հետ, հայտնել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը։ Նրա խոսքով Բրյուսելն ակնկալում է, որ Ադրբեջանը կհարգի իր միջազգային պարտավորությունները, այդ թվում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Ըստ Հիպերի, մեղադրյալներին պետք է տրամադրվեն անկախ իրավաբանական օգնություն և պատշաճ բժշկական ծառայություններ։ Պաշտոնյան ընդգծել է, որ Եվրամիությունն ուշադիր հետևում է տեղի ունեցող զարգացումներին։ Ավելի վաղ Ադրբեջանում 2.5 ամսով կալանավորվել էր ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի իշխանության բռնազավթմանը կամ պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխմանն ուղղված գործողություններ կատարելու հոդվածով։ Քերիմլիի կալանավորումը կապվում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի հետ։ Դիանա Գասպարյան, լուրեր։